Արեգը մտորում է։ Հայտարարագիր, հարկվող, չհարկվող եկամուտներ, լրացնել, չլրացնել, երբ, ինչպես։ Եթե դուք էլ Արեգի նման մտորումների մեջ եք, ապա այս հոլովակը ձեզ համար է։ Այժմ միասին ծանոթանանք, թե ովքեր են ներկայացնում եկամուտների հայտարարագիր, որ եկամուտները պետք է հայտարարագրել ինչպես եւ երբ։ Այսպես, 2026 թվականից եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բոլոր չափահաս քաղաքացիները։ Մինչ հայտարարագրվող եկամուտները ներկայացնելը հիշեցնենք, որ հայտարարագիրը պետք է ներկայացնել ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում, իսկ համակարգ կարող եք մուտք գործել ՊԵԿ պաշտոնական կայքէջի կամ self-portal բջջային հավելվածի միջոցով։ Միասին ընտրենք մուտքի առաջին տարբերակը, լրացնենք եւ ներկայացնենք հայտարարագիրը։ Առաջին քայլով պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքի գլխավոր էջում ընտրում եք հայտարարագրում բաժինը, այնուհետև մուտք կոճակը։ Համակարգում ընտրելով ՀՀ քաղաքացի նշում եք, համաձայնվում եմ օգտագործողի համաձայնագրին եւ տվյալների պահպանությանն ու մուտք գործում համակարգ։ Իսկ համակարգ մուտքի համար անցնում եք անձի նույնականացում ձեր նախընտրությամբ, բջջային նույնականացման քարտի կամ նույնականացման քարտի միջոցով։ Կարևոր է իմանալ, որ հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ հարկ վճարողի հաշվառման համար։ Եթե չունեք այն, նախ եւ առաջ մուտք գործեք անձնական էջ եւ սեղմեք ստանալ ՀՎՀ կոճակը։ Բացված պատուհանում լրացրեք պահանջվող տվյալները եւ գրանցեք, ապա էլեկտրոնային ստորագրեք դիմումը բջջային նույնականացման կամ նույնականացման քարտի միջոցով եւ հանձնեք ՊԵԿ, որից անմիջապես հետո կստանաք ՀՎՀ-ն։ Հաջորդ քայլով ընտրում եք հայտարարագրեր բաժինը եւ հաշվարկ հայտարարագիր եկամտային հարկի եւ սոցիալական վճարի տողը։ Ապա անհրաժեշտ է ընտրել տարեթիվը, որի համար ներկայացնում եք հայտարարագիրը եւ նշել հայտարարտու հանդիսանալու հիմքը։ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացին ընտրելուց հետո համակարգը ձեզ հուշում է, որ հայտարարագրի որոշ դաշտեր լրացվել են ինքնաշխատ, այլ գերատեսչություններից ստացված տեղեկատվության հիման վրա։ Այժմ հայտարարագրվող եկամուտների մասին։ Հայտարարագրի առաջին բաժնում լրացվում են հարկային գործակալից ստացված եկամուտները, ինչպես նաև հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուից աշխատանքային ծառայությունների մատուցման, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացված եկամուտները։ Կարևոր է իմանալ, որ այս բաժնում ինքնաշխատ լրացվող եկամուտներից բացի, եթե հաշվետու տարում ստացել եք եկամուտներ, որոնք համարվում են բանկային գաղտնիք, ինչպիսիք են ավանդի եւ կամ պարտքային արժեթղթերի տոկոսները, ապա այդ մասին պետք է լրացնեք ինքնուրույն։ Օրինակ, եթե ստացել եք ավանդից տոկոսներ, ապա պետք է ավելացնել հարկային գործակալ, նշելով ֆինանսական կազմակերպությունը եւ ավանդներ տողում լրացնել ստացված տոկոսի գումարը, ներառյալ եկամտային հարկը։ Հուշում, առաջին բաժնում բացի բանկային գաղտնիք պարունակող եկամուտներից, մյուս եկամուտները լրացվում են ինքնաշխատ։ Ուշադրություն, այն դեպքում, եթե համաձայն չեք ինքնաշխատ լրացված տեղեկատվության հետ, կարող եք համակարգում նշել այդ մասին։ Հիշեցնենք, որ այն կրում է տեղեկատվական բնույթ։ Հայտարարագրի երկրորդ բաժնում լրացվում են չհարկվող եկամուտները։ Կարևոր իրազեկում, այս բաժնում կարող եք չհայտարարագրել, օրինակ, դոնորությունից եկամուտները, գործուղման ծախսերի մասով փոխհատուցված գումարները, վարկերը, Հայաստանի ազգային հավաքականում միջազգային մրցույթներում հաղթած մարզիկների եւ մարզիչների մրցանակները, գովազդային վիճակախաղերում եւ մրցույթներում 50,000 դրամից պակաս դրամական եւ իրային շահումներն ու մրցանակների արժեքները եւ այլն։ Կարող եք չհայտարարագրել նաեւ ոչ ընտանիքի անդամ այլ ֆիզիկական անձանցից 1 միլիոն դրամ եւ դրանից պակաս ստացված օրինակ ժառանգությունը եւ կամ նվիրատվությունը, փոխառությունները, գույքի օտարումից եկամուտները։ Նաև կարող եք չհայտարարագրել առևտրի իրականացման վայրերում, օրինակ ոսկու շուկայում ոսկու եւ թանկարժեք քարերի վաճառքից 1 միլիոն դրամ եւ դրանից պակաս ստացված եկամուտները։ Չհայտարարագրվող չհարկվող եկամուտների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ սկանավորելով QR կոդը։
Կարևոր է իմանալ, որ այս բաժնում ինքնուրույն պետք է հայտարարագրեք, եթե հաշվետու տարում ստացել եք այլ չհարկվող եկամուտներ, ինչպիսիք են ապահովագրական հատուցումները, օրինակ պատահարի դեպքում փոխհատուցված գումարի չափը, եթե ընտանիքի անդամ չհամարվող այլ ֆիզիկական անձանցից ստացել եք միանվագ 1 միլիոն դրամից ավելի նվիրատվություն եւ կամ ժառանգություն, եթե ստացել եք գույք, ապա լրացնում եք գույքի արժեքը։ Թողամասի վաճառքից ստացված եկամուտները, իսկ ավտոմեքենայի վաճառքի դեպքում, եթե միանվագ գումարը գերազանցում է 1 միլիոն դրամ, ապա պետք է հայտարարել ամբողջ գումարը։ Ինքնուրույն լրացնում եք նաև արժեթղթերից եկամուտները, օրինակ գանձապետական պարտատոմսերի դիմաց ստացված տոկոսները, գյուղատնտեսական ապրանքների արտադրության դեպքում այդ ապրանքների վաճառքից ստացված եւ այլ չհարկվող եկամուտները։ Իսկ այժմ էկրանին ներկայացվում են թե չհարկվող եկամուտներից, որոնք են լրացվում ինքնաշխատ։ Արդեն հայտարարագրի 3-րդ բաժնում լրացվում են հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող գումարները։ Անհրաժեշտ է իմանալ, որ 3-րդ բաժնում ինքնուրույն պետք է լրացնել հարկվող եկամուտները, օրինակ, օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպություններից, աշխատանքային եւ կամ քաղաքացիայրավական պայմանագրերի շրջանակում ստացած վարձատրությունը, պասիվ եկամուտները, ինչպիսիք են ռոյալթին, տոկոսը, շահաբաժինը, վարձավճարը, օրինակ գույքը, բնակարանը կամ ավտոմեքենան այլ ֆիզիկական անձանց վարձակալության տրամադրելու դեպքում ստացված վարձավճարի ընդհանուր գումարը։ Գույքի օտարումից ստացված եկամուտները, կրիպտոակտիվների օտարումից ստացված եկամուտները, եթե որպես ֆիզիկական անձ համարվում եք բազմաբնակարան շենքի կամ ստորաբաժանված շենքի կառուցապատող, ապա այդ շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների վաճառքից ստացված եկամուտները, կանոնադրական կապիտալում անշարժ գույքի բաժնի մասի օտարումից ստացված եկամուտները, մրցույթներում ստացված յուրաքանչյուր դրամական եւ իրային մրցանակների 50,000 դրամը գերազանցող գումարի չափը, օտարերկրյա կազմակերպությունից կամ ֆիզիկական անձ կառուցապատողից նվիրատվությամբ ստացված եկամուտները եւ հարկային գործակալ չհանդիսացողներից ստացված այլ եկամուտները։ Հայտարարագրի 4-րդ բաժնում ներկայացվում են սոցիալական ծախսերը։ Այն դեպքում, եթե հաշվետու տարում կատարել եք սոցիալական ծախս եւ ծառայություն մատուցողը ձեր հանրային ծառայության համարանիշով դուրս է գրել հաշվարկային փաստաթուղթ, ապա այստեղ ինքնաշխատ արտացոլվում են կատարված ծախսը եւ փոխհատուցման գումարը։ Կարևոր հուշում այն մասին, որ սոցիալական ծախսի փոխհատուցում ստանալու համար դիմումը կարող եք ներկայացնել միայն հայտարարագրի այս բաժնում ծախսը արտացոլված լինելու, հաջորդ 5-րդ բաժնում պետական բյուջեից փոխհատուցման ենթակա գումարի առկայության, ինչպես նաև հայտարարագիրը ձեր կողմից ստորագրված պետք հանձնելուց հետո։ Եվս մեկ կարևոր հուշում, սոցիալական ծախսի փոխհատուցում ստանալու համար, եթե դիմումը ներկայացնում եք մինչև հայտարարագրի ներկայացման ժամկետի ավարտը, ապա կարևոր է դիմումը գրանցելիս կամ մինչ դիմում ներկայացնելը հարկերի մարուն վերադարձ բաժնում սեղմել մարուն վերադարձ կոճակ։ Հայտարարագրի հաջորդ 5-րդ բաժնում ինքնաշխատ լրացվում են եկամտային հարկի հաշվին պետական բյուջեից փոխհատուցված գումարները, ինչպիսիք են հաշվետու տարում հիփոթեկային վարկի տոկոսների կամ ուսման վարձի կամ շահաբաժինների գծով ձեզ վերադարձված եկամտային հարկից գումարները, կատարված սոցիալական ծախսի, ինչպես նաև պետական բյուջե վճարման եւ փոխհատուցման ենթակա եկամտային հարկի գումարները։ Իսկ 6-րդ բաժնում անհրաժեշտ է ինքնուրույն լրացնել ինքնազբաղվածությունից ստացված եկամուտները, եթե հաշվետու տարում ստացել եք այդպիսի եկամուտներ։ Այնուհետև անհրաժեշտ է գրանցել հայտարարագիրը, ստորագրել այն ձեր նախընտրությամբ, նույնականացման քարտի կամ վճարի նույնականացման կամ քոսայինի միջոցով։ Եվ վերջում հանձնել պետք։ Հանձնված հայտարարագրեր բաժնում կարող եք տեսնել ուղարկված հայտարարագիրը եւ ստացականը։ Եթե հայտարարագրի ներկայացման ընթացքում առաջանում են հարցեր, ապա կարող եք օգտվել առցանց օգնականից։
Ուշադրություն. 2025 թվականի համար եկամուտների տարեկան հայտարարագիրը պետք է ներկայացնել մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ։ Եթե բացի ինքնաշխատ լրացվող եկամուտներից հաշվետու տարում ստացել եք այնպիսի եկամուտներ, որոնք պետք է լրացնեք ինքնուրույն, ապա պարտադիր է լրացնել եւ հայտարարագրի ստորագրված տարբերակը ներկայացնել պետք մինչև ժամկետի ավարտը։ Այն դեպքում, եթե հաշվետու տարում չեք ունեցել ինքնուրույն լրացման ենթակա այլ եկամուտներ, օրինակ ստացել եք միայն կենսաթոշակ կամ նպաստ, ապա նշված ժամանակահատվածում հայտարարագիրը պետք չներկայացնելու դեպքում հարկային մարմինը նախալրացված հայտարարագիրը ժամկետի ավարտին կհամարի հանձնված պետք։ Հիշեք, որ ժամանակին եւ ճիշտ ներկայացված հայտարարագիրն օգնում է քաղաքացիներին ճիշտ կառավարել եկամուտները, օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից, խուսափել խնդիրներից, իսկ պետությանը բարձրացնել հարկային կարգապահությունը, առավել հասցեական դարձնել պետական աջակցության ծրագրերը։ Եղեք իրազեկ, պետական եկամուտների կոմիտե։